տուտում։ 1920-ական թվականներին, երբ Հայաստանում քաղաքական անհասկանալի վիճակներ էին, Ֆեթվաջանին Փարիզում հրավիրում են իր հայրենագիտական նկարները ցուցադրել Լուվրի դեկորատիվ արվեստների բաժնի սրահում, որին հաջորդում է Փարիզի ջրանկարիչների միջազգային ընկերության մասնավոր ցուցահանդեսը և Լոնդոնի հեղինակավոր Վիկտորիա և Ալբերտ թանգարանում բացված նրա անհատական պատկերահանդեսը։ Արշակ Ֆեթվաջյանն իր կյանքի վերջին 25 տարիներն ապրում է երազելով հայրենիք վերադառնալու մասին։ Նա գրում է. «Ես, որ հային տրված աստվածապարգև շնորհքը ամենաառաջադեմ ազգերի մտավորական ավագանիի բերանով բարբառել տվի, հիմա մենակ կտվայտվեմ արժեքների մասին հասկացություն չունեցող մարդկանց մեջ»։ Ֆեթվաջյանի հայրենիք վերադառնալու բազմաթիվ խնդրանք-դիմումները հայրենիքը համառորեն մերժում է մինչև 1947 թվականը։ 47-ին հանկարծ Հայաստանի կառավարությունը մեծահոգություն ու գթասրտություն է ցուցաբերում և այնքան սպասված ու բաղձալի հրավերն ի վերջո ուղարկում է Արշակ Ֆեթվաջյանին։ Երջանկացած նկարիչը ակտիվ պատրաստվում է հայրենիք վերադառնալուն, զբաղվում նկարների տեղափոխման աշխատանքներով։ Բայց ցավոք 1947 թվականի հոկտեմբերի 7-ին Մեդֆորդում մահը կանխում է երկար սպասված ճամփորդությունը դեպի տուն, դեպի հայրենիք։ Մահից առաջ Արշակ Ֆեթվաջյանը վերջին անգամ ձեռքն առնելով մատիտը գրում է իր կտակը, որով իր բոլոր աշխատանքները կտակում է հայրենիքին։